Ծառայություն տեղի եկեղեցում Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ ամեն հավատացյալ թագավորական քահանայության մաս է, Ա Պետրոս 2:9 խոսք։ Յուրաքանչյուրից տրված է հոգևոր պարգևներ, կարողություններ, որոնք պետք է օգտագործվեն տեղի եկեղեցու շինության համար։ Այդ մասին խոսում է Հռոմեացի թուղթը 12:4-8 խոսքերում և Ա Կորինթացիներ 12:4-7 խոսքերում։ Մենք չպետք է պարզապես միանանք տեղի եկեղեցուն, այլ մեր կարողություններով ծառայենք եկեղեցում։ Եկեղեցում ծառայելը միայն հովիվների և ավագների գործը չէ։ Հովիվները պետք է պատրաստեն եկեղեցու բոլոր անդամներին ծառայության աշխատանքի համար։ Եփեսացիներ 4:11-12 խոսք։ Ծառայություն ավետարանչության և միսիայի ոլորտում։ Աստծո կամքն է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվի բոլոր ազգություններին և երկրի վրա գտնվող ամեն մարդու։ Մարկոս ավետարան 16-15 խոսքեր։ Քրիստոսի պատվիրանը կոչվեց մեծ հանձնարարական, և ամեն քրիստոնյա պետք է իր պարգևներով նվիրված լինի այդ առաջադրանքը կատարելուն։ Մատթեոս 28:18-20 խոսք։ Սա ներառում է նաև հավատքի պատճառով հալածված քրիստոնյաների մասին հոգ տանելուն, կարիքավորներին օգնելուն և բարեգործություններ անելուն նրանց համար, ովքեր չեն հավատում։ Մատթեոս 25:31-46 խոսքեր։ Գաղատացի 6:10 խոսք։ Հակոբոս 1:27 խոսք։ Մեր հույսն ու աղոթքը ձեզ համար, և ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անի բոլորովին, և ձեր ամբողջ հոգին և շունչը և մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Ա Թեսաղոնիկեցիներ 5:23 խոսք։ Հատված Հիսուս Քրիստոսի ավետարանը գրքից։ Հեղինակ Փոլ Վաշեր։